ձեզ։ Այսօր մայիսի 28-ն է, խնդրեմ օրվա խորհրդի հետ կապված ինչ ունեք ասելու եւ ինչ եք առանձնացրել։ Բարև հայրենակից, այնպես կուզենայի սրտանց շնորհավորել այսօրվա կապակցությամբ, ինչպես անում էինք 8 տարի առաջ, բայց եռատոն թողեցին, որ այսօր մենք ուրախանանք, մեր ձեռքբերումներով, հպարտանանք, չէ, այս ոչ ու փուչերի, այս դժնիների կուսակցությունը քանդեց մեր տան հիմքերը, քանդեց մեր երկրի բարոյականության հիմքերը, քանդեցին մեր հոգևոր կառույցների այն շատ ամուր հիմքերը, բայց նրանց չի հաջողվելու հիմնահատակ կործանել, որովհետև այնինչ դիմացել է դարերի հարվածներին, կդիմանա այսուհետ էլ։ Այսօր զորահանդես էր, իբր, այդ տխմար, այ չտես, դու քեզ կարգեցիր գերագույն գլխավոր հրամանատար, հիմա զորահանդես ես անում, որպեսզի չմոռանանք, որ գերագույն գլխավոր հրամանատարն ով է։ Դե որ դու լինես գերագույն գլխավոր հրամանատար, Պապիկյան կոչվող այդ կենդանին, որը քրեական անցյալ ունի, այն էլ կդառնար նախարար ու քեզ կզեկուցի։ Դուք ասում եք, դուք երգում եք, դուք ծափ եք տալիս, դուք էլ պարում եք։ Աստված վերջը բարին անի, քիչ մնաց, շատ քիչ մնաց։ Ես համոզված եմ, մեր ժողովուրդը դուրս կգա փողոց իր պատիվը պաշտպանելու համար։ Այստեղ մենակ հայրենիքի պաշտպանության խնդիրը չի, այստեղ նաև մեր ազգային պատիվը պաշտպանելու խնդիրն է դրված։ Այդ շատ-շատերը, որ անվանում են ռագատկի քար, ներողություն օտար, ոչ թե օտար, այլ ոչ գրական բառերի համար, ինչ ես ուզում ապացուցել, որ խելացի մարդը կհավատա, որ այս շատ ներողություն կալամաշկեքը գյուղերում նման կառուցվածք ունեցող մեքենաներին և սայլերին կալամաշկային անվանում։ Այդքան արժի 8 միլիարդ դոլար, հա, այ հիմար, այ անգրագետ, այ անուս, այ հակահայ, ես չգիտեմ քեզ ինչ բառ ասեմ, որպեսզի կարողանամ արտահայտել քո ամբողջ էությունը։ Դու որ լաչար կնկանման, չեմ ասում կնոջ, որտև կանայք լաչար չեն լինում, կնիկներն են լինում լաչար, դու որ լաչար կնկանման, ճղճղում ես պիկապի վրայից, հարցակվում ես քեզ մոտեցողների վրա, քաշքշում ես նրանց, քեզ հաշիվ տալիս ես, ով ես դու, ով, ես 8 տարի ձուլվել ես Աթոռի հետ, Աթոռն էլ հետդ մանտուր, չես վախենում, որ քո բացակայությամբ քո շատ մտերիմներից ինչ-որ մեկը հանկարծ բազմի այդ Աթոռին, Աթոռն էլ հետդ հանի պիկապի վրա, նստիր այդ Աթոռի վրա, Աթոռն էլ պիկապի վրա, որպեսզի աշխարհը տեսնի, թե դու ինչքան դատարկ ես, տխմար, անգրագետ, մինչև երբ, քեզ որ այսպես ոմանք շրջապատում են, մի քանի օր առաջ ես համացանցում տեսա, թե ինչպես էր մի կին չէ, ներողություն, անգղ, կատաղած անգղ, փետուրները տնկած գլխի վրա, սպիտակ փետուրներ,
բերանը կլոր բացած անատամ, են ինչ բարեր էր ասում, և ասում էր այնպիսի մի փարահեղ հայուհու, որը Նիկոլին ասում էր, որ ես չեմ եկել քեզ հետ հանդիպելու, քեզ լավ խոսքեր ասելու, ես եկել եմ, որ պահանջեմ քեզնից հաշվետվություն, ես ինչ ես անում, մինչև երբ, և այսպիսի անգայրով շրջապատված, դու ամբողջ Հայաստանը ապականում ես, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, բայց իհարկե այս գործընթացի մեջ ամենակարևոր դերը քո լափելն է, դու որ կրամոլ ես, դու չես կարող կշտանալ, դու չես կարող հագենալ, քո որքորն անհագ է, բնությունն է քեզ այդպես ստեղծել, պատժել, քեզ հլը պատժել էր, բա ազգին ինչու պատժեցիր, դու որտեղ սեղանին ծայրը տեսնում ես, արդեն թուլանում ես, բայց դեր մի բան էլ արդարացում է գտնում, բայց որ մարդիկ հյուրասիրում են, չի կարելի առանց հյուրասիրելու գնալ, եկեք մի կտոր խաշլամա ուտենք նոր գնանք, եկեք մի կտոր խորոված ուտենք նոր գնանք, բայց այդ խաշլամայի խորովածի վրա էլ դու մեքենայում պերաշկի ես կրծում, ներողություն բարեհամար, դու եգիպտացորենի կողեր, կուկուրուզ ես կրծում, դու անհագ ես, դու խախտված ես, քո հոգեկանը խախտված է, քո մտավորը խախտված է, դրա համար դու ունես մի հսկա ուժ, անամոթություն, թքում են երեսիդ, քեզ համար անձրև է թվում, անպատվում են քեզ համար թվում է, թե դու ես ուկաս էլի, այ հիմար, ես զարմանում եմ ճիշտն ասած մեր լրատվամիջոցների, ներկայացուցիչների համբերատարության վրա, ես ինչ գերագույն մարդիկ են, որ կարողանում են իրենց զզվանքը հաղթահարել, գալու քեզ հարցեր տալ, որպեսզի դու խայտառակվես, բայց դե ասում են սևին սապոնն ինչ կանի, խևին խրատն ինչ կանի, որովհետև դու շրջապատված ես Սասուն Միքայելյանների նման անողնաշար, այլանդակ, այլասերված մարդկանցով, որը կարող է 8 տարի առաջ իրեն թույլ տալ, որ այս հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Ղարաբաղի ազատագրումն, գետինը մտնես կապիկ, մայմուն, հիմա էլ կանգնում ասում ես, մալադեց Նիկոլը, որ այսքան բանի միջով անցավ, բայց չկոտրվեց, անամոթը որտեղ պիտի կոտրվի, անամոթը որտեղ կարող է կոտրվել, այնտեղ, որտեղ որ, մի օր մեր բռունցքը կբարձրանա վեր, ու դու այլևս չես լինելու, ես նկատի չունեմ ֆիզիկական ուժի գործադրում և այլն, բռունցքվել պետք է մեզ, երբ որ հայ ժողովուրդը բռունցքվի և ընդհանրապես այս 3 ազգային ուժերը, երբ որ բռնցքվեն, դու էլ չես լինելու, Նիկոլ, Աստված գիտի, կհասցնես փախչել, թե չէ։ Շատ խելացի մարդիկ քեզ անդադ հուշում են, քո շրջապատին անդադ հուշում են, որ Նիկոլի օդանավում բոլորի տեղ չի լինելու հաստատ։ Վերջի վերջո, Նիկոլը թքած ունի հայ ազգի վրա։ Երբ իր հրահրած ու հրավիրած պատերազմը տեղի ունեցավ, երբ 44 օր կերակրում էր ժողովրդին, թե հաղթելու ենք, դրանից հետո ինչ եղավ, ժողովուրդ դու չես մեղավոր, դու ես մեղավոր,
որ նորից հավատ ընծայեցիր ես դուրս պրծածին, ես փողոցայինին, ես մեր ազգի թշնամուն, ես քեզ չեմ ասում դավաճան, դու մերը չես եղել, որ դավաճան ես, մի քանի օր է համացանցում խոսույթներ են շրջանառվում, որ հոկտեմբերի 27-ից 1-2 օր առաջ դու Ստամբուլում հանդիպել ես Նայիրի Հունանյանին։ Այս փաստը Նիկոլի էքերից Աննա Վարդապետյան, երբ պիտի լսես այս մասին, երբ, այ հավ, ես ինչու եմ այսքան համարձակ քեզ հավ անվանում, որովհետև երբ որ գլխավոր դատախազը գտնվում է ազգային ժողովի դահլիճում ու այնտեղ իրար մայր են հայհոյում, նշանակում է այդ դատախազը հավից էլ ցածր է, որովհետև նրան ոչ ոք բանի տեղ չի դնում, նա միայն լարված սպասում է Նիկոլը, որ հրամանակը տա, որ վազեվազ գնա կատարելու։ Հիմա որ Աննա Վարդապետյան, ես քեզ ասել եմ, չէ, գնա պոդիում, կարող է մրցանակ բերես Հայաստանին, գոնե մի բանով օգուտ տաս։ Դու չես ամաչում, որ քո այս վարչապետը, սա վերջապետ է, վարչապետ չէ, սա որ պիկապի վրայից սպառնում է բոլոր քաղաքական ուժերին, որոնք իրեն չեն ընդունում։ Իմա Հայաստան դաշինքը, ԲՀԿ և իհարկե ուժեղ Հայաստանը։ Ես էլի մի առիթով ասել եմ, մնացածները բոլորը Նիկոլի պոչերն են, չեմ վախենում ասել, որովհետև եթե հանրապետություն կուսակցության նախագահը կանգնի փողոցում ու բարբաջի պարզապես, մենք գալիս ենք խորհրդարան, որ աշխատենք, դուք էլ չեք լսի, դավաճան, չգիտեմ ես են, հլես աշխատող ես նայեք, ես ասել եմ, Գրետա մայրիկը կամ քեզ է որդեգրել կամ Վազգենին, որովհետև քեզ քո արյան մեջ երևի ոչ մի կաթիլ չկա Վազգենից։ Եվ ես ասել եմ, քո բախտն այնքանով է բերել, որ Վազգենը ողջ չէ, թե չէ դու կենթանի չէր լինելու, հաստատ, որովհետև նա չէր դիմանա։ Սասուն ինչան է, Միքայելյան, դու ինչ-որ շուտ մոռացար, որ Վազգենը քեզ աթոռով ծեծել էր, բայց չես վախենում, որ հիմա էլ գտնվի մեկը, որը աթոռով չէ, ուղղակի բռունցքներով քեզ մի լավ քոթակ տա, չես մտածում, այ աննորմալ, այ բնակալեզ, տղայիդ պաշտոնի համար, քո ապահով տաքուկ տեղի համար երկիր եք ծախում, հայրենիք ծախեցիք, այ այլանդակներ, այլասերվածներ, ես ուղղակի հիմա օգտվելով այս ձեռված հնարավորությունից պիտի պարզապես հիշեցնեմ ձեր տեղը նաև Լևոն Շիրինյան, հիմար, աննորմալ, բնակալեզ, Արման Բաբաջանյան, գործ տվող, այլանդակ, հիմար, սրանք են կուսակցություն, չէ մի չէ, սրանք այն խառնամբոխի ներկայացուցիչներն էին, ովքեր երբ որ Ռուսաստանի Դաշնության նախագահը պարոն Վլադիմիր Պուտինը եկավ Հայաստան, հաղթանակի կամրջի, այն չհասած կամրջի մոտ կանգնած էին ազգային ինքնության բողոքի,
Բայց ես նայեցի, մի հատ կար Հայաստանի դրոշ, մի հատ կար Ուկրաինայի դրոշ, մնացածը 16 հատ, հաշվել եմ, 16 հատ ԱՄՆ-ի դրոշներ էին։ Գեղձավորությունն էլ չափ ու սահման կունենա։ Այ շանորդիներ, այ վնգստացող հայվաններ, ես ինչ եք անում դուք։ Ես չեմ կարող պարսավանքի խոսք չասել Գուրգեն Սիմոնյանին, ամոթ քեզ, ամոթ, պարզապես ամոթ, ոչ մեկից ավելի լավը չես, ոչ մեկից, որովհետև դու պատեհապաշտ ես, մտածում ես, որ երևի կհաջողվի էլի որոշ մարդկանց գլուխը յուղել, գլխապտույտ առաջացնել, ձայներ ստանամ ու շպրտվեմ ուղիղ ազգային ժողով։ Չէ, չես շպրտվելու, քեզ տեղ չի լինելու այնտեղ։ Ես չեմ խոսում այդ դեմոկրատիա, օրենք կարգապահության մասին։ Ես ուղղակի ապշում եմ գոնե այն կանանց կապակցությամբ, ովքեր այդքան կարոտ են փողոցային զազրելի հայոյանքներ լսելու։ Ես մի անգամ էլ եմ ասել, ուրեմն ես Նիկոլի բերած զուլումը մեր գլխին քիչ է, մեր երկրում ինչքան խելագար, այլասերված, դուրս ընկած, դավաճան, թուրքի, կոշիկ լպստող, օտարի դեմ գլուխը խոնարհող կապ պիտի դառնա Հայաստանի վարչապետ, չի կարող նման անարդար բան լինել, չի կարող պարզապես, որովհետև այնինչ սկիզբ ունի, մի օր ունենում է վերջ։ Ես ուզում եմ ժողովուրդ քեզ հիշեցնել մայրաքաղաքի ավականու ընտրությունները։ Երբ որ խոսում են, թե դոկը Նիկոլի դեմ է, ամոթ է, մի հավատա, ով դարձրեց 9%-անոց Ավինյանին մայրաքաղաքի մեր, ով դարձրեց այդ կուսակցությունը, որը շինծու է, որը Նիկոլի պոչն է, ինչ անենք, որ հիմա ձայն է տալիս, երկրորդ օրը Նիկոլի կին, երեխա, բոլորին խառնում է իրար, իր այլանդակ հայոյանքներով։ Ես մի օգտվելով այս հնարավորությունից պիտի ասեմ, Նիկոլ, եթե լսում ես, աշխարհը ծիծաղում է քո խժռելու վրա, համովա, ինչ եք քցել, աղ եք քցել, էլ ուրիշ բան չկա քցած, ոնց է կեփել, այ չտես, այ անկուշտ, այ վիշապ, ինչ ասեմ ես քեզ էլ ինչ ասեմ, չեմ կարող, իչքան վատ բարկա քեզ սազում է, որտեղ դու մեր ազգի թշնամին ես, ժողովուրդ երբեք Նիկոլին չհամարեք դավաճան, նա իր տերերին չի դավաճանել ոչ մի պարագայում, նա ուղղակի մեր ազգի ամենավոխերիմ թշնամին է, որտեղ նա ատելով ատում է հայ ազգին, նրա համար հայ տղամարդու պատիվը, հայ տղամարդու վեհությունը անհասկանալի է, չեք տեսնում բոլոր ուժային կառույցներում խցկել է իր էքերին, ոչնչացնելու տղամարդ էությունը, պիտի հիշեցնեմ նաև, Նիկոլ, երբ որ քո լակոտը ներողություն ունկնդրից ակնդրից, գնացել էր պատերազմի ժամանակ նկարահանման, տեղ գյուղի բոստաններից մեկում մայրն էր խրամատի վրա պարկած, այսինքն բոստաններից մեկում ստեղծել էին խրամատ, որ այդ Նիկոլի համար մեկ էքը, Աննան,
մարդկանց գլուխը պտտացներ, թե ինքը գնացել է կռիվ, մեր ու տղա գնացել են կռիվ, մերը գնացել էր բունկեր Սամվել Բաբայանի հետ, տղային էլ տարել են չգիտեմ որտեղ նկարահանելու, ընկել են շրջապատման մեջ և մի վաշտից ավել զինվոր են զոհել, որ ես գույնս գուն լամուկին բերեն տան իր հորը։ Գետինը մտնեք, խոսքս են զինվորականներին է, հրամանատարներին է վերաբերում, ովքեր մեր լույս զավակներին, մեր լույս տղաներին զոհեցին, որ ես ծիածանագույնին փրկեն բերեն։ Նիկոլ, դու պատժված ես, քո ցեղը չի շարունակելու, այդ թե ինչու դու ուրիշներին իշխանության ուժով ոչնչացնում ես, իբր թե հա էլի այնքան ուժեղ տղամարդ ես, այ հողս գլխիդ, դու ինչ տղամարդ, ես այնպես կուզենայի քեզ հանդիպել, երեսի, այնպես ապտակեի, որ թռներ երկինք, որովհետև դու վախկոտ ես, դու մարդ չես, դու մենակ լավ թուրքի դեմ կրանալ գիտես, և նրանց հրամանները կատարել գիտես, իսկ որ ասում ես 200 անգամ խոսել ես Պուտինի հետ, քո վայրահաչը, քո շրջապատի վայրահաչը հասցրեց այնտեղ, որ այսօր արդեն սահմանափակումներ դրվեցին Հայաստանից արտահանվող ապրանքների մի զգալի մասի վրա։ Այ ապրանքատերեր, դե տեսեք ձեր հզոր Նիկոլը, կկարողանա ձեզ համար ճանապարհ բացել։ Մի օր դուք բիզնեսով զբաղված ոչ ու փուչեր, Արցախ ընկավ, ձեր ծպտունը դուրս չեկավ, հազարավոր մեր զավակները զոհվեցին, ձեր ծպտունը դուրս չեկավ, Եռաբլուրը քարապատվեց, ձեր ծպտունը դուրս չեկավ, ձեզ չէր վերաբերվում, 15 մատղաշ հայեր այրվեցին, մոխիր դարձան, դուք ձայն չեք անել, բա են 15 աղջիկները, որ չամուսնացան, բա են հարյուրավոր զավակները, որ պիտի ծնվեին, էլ ազգը որտեղից շատանա, ժողովուրդ, մնաց մեկ շաբաթ համարյա, ուշքի արի, գնա անպայման ընտրատարածք, անպայման, ով ի վիճակի է քայլել ու չգնա հասնի ընտրատարածք, այն նա դավաճան է, նա ազգի դավաճանն է, գնա ընտրատարածք, այնտեղ 3 հիմնական խմբավորումներ կան, դրանցից որևէ մեկին տուր քո ձայնը, որպեսզի քո ձայնը չդառնա ձայն բարբարո հանապատի, անձամբ ես Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքին է պատկանում իմ ձայնը, ես եմ շնորհակալ։